Տեղական իշխանները պատրաստ են արդեն, ահա 4 կտոր, մենք 3 անգամ թաթախել ենք, լավ չորացրել ենք, լավ պրես ենք դրել, վերջնական տեսքը շատ սիրուն ստացել ենք։ Տեղական իշխանների միակ խնդիրը այն էր, որ մինչև չամանը թաթախելուց անգամ յուղը կատկտում էր, յուղը դուրս էր տալիս, որը որ սովորական բաստուրմա պատրաստելուց տավարի մսով ընդհանրապես այդպիսի բաներ տեղի չեն ունենում։ Հիմա մենք կկտրենք տեղական իշխանները։ Ահա, տեսքը, ֆիլեի գույնը, շատ սիրուն տացվել է, մանրացնենք հիմա։ Basturma çonereceğim, 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 Ահա մեջը տեղական իշխանի։ Զարմանալին այն է, որ մինչև վերջ տեղական իշխանից յուղը անընդհատ դուրս էր տալիս, անգամ կտրելուց երևում է։ Հիմա մենք ոնց որ ցույց ենք տվել, ֆիլեն պատրաստի, հələ ոնց է փոկվում։ Ինքը բամբակի պես փոկվում է։ Շատ լավ հասունացել է։ Հələ պատկերացրեք մեր ատամներն են, ինչքան հեշտ է ինքը փոկվում։ Շատ լավ ստացել ենք։ Ընդհանուր կտորները, տեսքը, գույնը, ահա, հələ կտորը, ինչ սիրուն կտոր է։ Եթե մենք սենց լույսին էլ ենք պահում, ինչքան սիրուն է։ Տեսքը, շատ սիրուն ստացել ենք։ Այս բաղադրատոմսով դուք էլ պատրաստեք տեղական իշխանները, անպայման ձեզ մոտ կստացվի։